Իրականում հաճախ է տրվում այն հարցը, որ հայկական հարսանեկան տարազը որևէ դասական ինչ-որ կոնցեպտի մեջ դրված է, թե ոչ, կամ կա արդյոք որոշակի գունային բազա դրա համար, սպիտակ է եղել, կաթնագույն է եղել, չգիտեմ։ Այս հարցերի համար առաջին պատասխանը կարող է լինել հետևյալը. հայկական հարսանեկան տարազները եղել են տեղային տարազները, այսինքն, եթե Արցախում օրինակ դասական օրինակ սա Արցախում եթե կրել են այս տարազը, հարսանիքի ժամանակ կրել են նույնպիսի տարազ։ Բայց հետաքրքիրն է, որ այս դեպքում ավելանում էր քողը, հատկապես կրկնակ տարբերակով, կանաչ եւ կարմիր քողեր էր երկու ենթաշերտով դրվում եւ իհարկե զարդային ճոխ համալիր։ Տարածաշրջաններ կա, որտեղ ասեղնագործվում էր հագուստը, օրինակ Արցախի վրա մենք սակավ ասեղնագործություն ենք տեսնում կոնկրետ Վենազգեստի արխալուղի դեպքում իր վրա արվում է մգդակար։ Սա ուղղակի այդ ուղղահայաց կարերն են, որոնք ասեղնագործություն չեն պարունակում, բայց օրինակ Արցախի կրծքային հատվածում դետալ կա, որ ծաղկային ասեղնագործություն է լինում, կամ որոշակի դեպքերում նաև օրինակ կարող է լինել թևքի վրա եւ այլն եւ այլն։ Սա ցույց է տալիս այն փաստը, որ տեղային ուրեմն տարածաշրջանային արյալն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի հարսանեկան զգեստը կոնկրետ։ Բարձր հայկում հագնում էին կարմիր կապույտի համադրությամբ, մանուշակագույնի համադրությամբ, չգիտեմ, Սասունում տեղային իրենց տարազն էին հագնում, Վանում իրենց տեղային տարազը։ Հետևաբար միայն մենք առանձնահատկություն